Ժողովուրդ ջան, հոկտեմբեր ամսին հանրապետությունում արձանագրվեց ճանապարհատրանսպորտային պատահարների աճ, աճեցին նաև մահվան ելքով պատահարները։ Նրանցում մեծ թիվ կազմեցին Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների մասնակցության վթարները, սակայն ամեն ինչի մասին ըստ հերթականության։ Էլ չինցա ինչ օրոգություններ եկավ, այսպես է լավ ավտոյի վրայով, այսպես է դեմից զանեց այսպես է լավ, զանեց իմ Վոլգային, մրթին, ու թռավ շրջակ գնաց Էվավեյան։ Գեղարքունիքի մարզի այս բնակիչը իր ընկերներով վթարի վայրում ինձ պատմում էին, թե այ ախպեր, սենց բան մենակ կինոյում կտենայինք։ Մտնելովս չէր անցնի, որ կարող է սենց բանի ականատես լինենք, մեռնելուց պրծանք։ Չնայած որ ընկերներից 4-ին փրկել չէր հաջողվել, վերջին տարիներին ամենասարսափելի վթարում։ Հոկտեմբերի 19-ն էր, 0 ժամ 20 րոպեին։ Վարդենից Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրը։ Պաշտպանության նախարարության X զորամասում որպես պայմանագրային զինծառայող ենթասպա 26-ամյա Մեհեր Զարոյանը վարելով ՈՒԱԶ-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկիլ ուղեմաս եւ բախվել Գեղարքունիքի մարզի Ծաղկուն գյուղի բնակիչ 32-ամյա Մեհեր Օհանյանի վարած 06-ին։ Այնուհետև Գեղարքունիքի մարզի Ծաղկուն գյուղի բնակիչ 23-ամյա Ոսկան Բադալյանի վարած 24-ին։ Այն ավտոմեքենային, որտեղ գտնվել են պատմող երիտասարդի ընկերները։ Զոհվեցին նաև եղբայրներ Արկադի եւ Արա Թաթևոսյանները։ Ընդ որում պատահարը ել ավելի ողբերգական էր, քանի որ վթարից ընդամենը 1 շաբաթ անց պետք է տեղի ունենար 25-ամյա Արայի նշանդրությունն ու նորակառույց տան բացման արարողությունը։ Ընկերներով վերադառնում են գյուղ, նշանդրության հետ կապված որոշ հարցեր լուծելուց հետո։ Վթարից հետո Երևանից դեպքի վայր ժամանեցին նաև ճանապարհային ոստիկանության ծառայության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները հրամանատար ոստիկանության մայոր Արսեն Արշակյանի գլխավորությամբ։ Մինչդեռ դեպքի վայրում պետք է լինեին նաև Պաշտպանության նախարարության զինվորական դատախազության նշված կայազորի քննիչները, իսկ նրանց հանդիպեցի դեպքից միայն մի քանի ժամ հետո ոստիկանության Մարտունու բաժնի բակում։ Նշածս դեպքից 2 օր առաջ ահազանգ ստացա, որ Խաչիկ Դաշտենցի փողոցում Պարուր Սևակի դպրոցի հարևանությամբ վրաերթ ավտովթար է տեղի ունեցել։ Մի աննորմալ, բարձր արագությամբ, հերիք չէ, վրաերթի է ենթարկել հետիոտնին, մի հատ էլ բախվել է այդ եզրում կայանված Մազդային։ Էս էլ հերիք չի, հարվածել է մի քանի ծառի, հետո էլ մի քանի մետր գլորվելով հայտնվել Պարուր Սևակի դպրոցի բակում, Պարուր Սևակի կիսանդրու տակ։ Մի կողմից լավ է, որ երեխեքը դասի չեն եղել, հաշվի առնելով վախի զգացումները։ Մյուս կողմից վատ է, այդ բառադու արարքը իսկական դաս կլիներ երեխեքին, թե ինչպես չի կարելի վարել ավտոմեքենան։ Մարդ էլ մեքենա ունենա ու վրաերթի ենթարկվի, տենց էլ եղավ։ Իր համար կանգնած Մազդայի վարորդը Թարսի պես էլ Վրաստանի քաղաքացի, վրաերթի հետևանքով հայտնվում է հիվանդանոցում, իսկ մեր հերոսը վթարի հետևանքով դասը սկսում է դրանից հետո։ Կար ժամանակ անց դեպքի վայր են ժամանում Պաշտպանության նախարարության մեծ թվով աշխատակիցներ, որոնք BMW-ի վրայից թռցնում են համարանիշները։ Ու հենց դեպքի վայրում անմեղ գարան նման հայտարարում, թե էսով է այս վրաերթ վթարի պատճառը։ Ինձ էլ համոզում, թե ախպերս, նենց նկարի մենք կադրում չերևանք, բայց ոնց նկարում էի չէր ստացվում, քանի որ 4 կողմս պնեականներ էին։ Աղետ նորել է, բրդում ես, բա ինչ կանեմ, ոս բրդն եմ չէ։ Յոթ անգամ ասի, գնացի որ մեկնարում է, 7 անգամ ասի, բայց 7 անգամ կային։ Մոտ 3 ժամ մտնացրի հենց դեպքի վայրում, մինչև ժամանեցին Պաշտպանության նախարարության քննիչները։ Հերիք չի ուշացան, մի հատ էլ հայտարարեցին, որ այդ իրանց գործը չի, քանի որ վիրավորների մեջ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ չկա, բայց դե խեին Պաշտպանության նախարարության աշխատակիցները փորձում BMW-ի վրայից հանել համարանիշները, չէին պատասխանում։ Սակայն, ինչպես ասում են, փաստեր, ու փաստերով ապացուցվեց, որ այդ տունը շինվածը BMW-ի վարորդը X զորամասի աշխատակից է։ Էն էլ նյութատեխնիկական վաշտի ավտոտրանսպորտային ջոկի հրամանատար։ Ու մինչ ռազմական ոլորտի քննիչները դրա մեջ համոզվելով սկսեցին զբաղվել գործով, մութը ընկավ։ Հետո սկսեցին ինձնից նկարներ ուզել, թե մութ է, բան չի երևում։ Ես էլ թե այդքան բազարի տեղը զբաղվեի գործով, բայց ամենաուշագրավը այն էր, որ Պաշտպանության նախարարության աշխատողները փորձում են դեպքի վայրում մարդկանց համոզել, թե իրենց աչքի տեսածը, այսինքն մեր տեսածը ցնորք է։ Գիտենք, որ Պաշտպանության նախարարության շնորհիվ է, որ ապրում ենք անվտանգ ու մեր տղաներն են հենց ամուր պահում մեր սահմանները, հենց առաջին գծում։ Այ, որ վերը բերվածս դեպքերում էլ Պաշտպանության նախարարությունը ցուցաբերի նման մոտեցում լրիվ լավ կլինի։ Արագածոտնի մարզում էր, հերթական ողբերգական ավտովթարներ տեղի ունեցել։ Զոհվեցին 2 երիտասարդ, որոնցից մեկը ժամկետային զինծառայող էր եւ տան մինուճար տղան, երկուսն էլ համագյուղացի, երկուսն էլ համադասարանցի, երկուսն էլ հասակակից, հոր եղբոր տղաներ։
BMW-ով դուրս են գալիս ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվում ծառին, որի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է առաջանում։ Փրկել չի հաջողվում։ Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քննիչները, ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի աշխատակիցների հետ միասին։ Հենց դեպքի վայրում պարզվում է, որ մեքենան վարել է ժամկետային զինծառայողը։ Այս դեպքն էլ է ընկնում քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածի տակ, սակայն մի քանի ժամ էլի բազար է գնում, թե ով պետք է վթարի վայրում քննչական փորձարարական աշխատանքներ իրականացնի։ Անգամ Վերամբարձ կռունկի վարորդն է զայրացած ուզում հեռանալ։ Հենց տեղում կապվեցի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանի հետ, ով հայտնեց, թե իմ քննիչը դեպքի վայրում է, սակայն իրենք իրավասու չեն զբաղվել այդ գործով։ Պետք է զբաղվի Պաշտպանության նախարարության քննչականը այդ գործով։ Հետո կապվեցի Պաշտպանության նախարարության քննչական վարչության պետ Արմեն Հարությունյանի հետ, որն էլ իր հերթին ասեց, որ հանձնարարել է Կայազորի քննչականի պետին։ Ի վերջո ժամանեցին Պաշտպանության նախարարության քննիչները, սակայն մարդիկ երկու ոտը մի կոշիկի մեջ դրած պնդեցին, որ իրենք անելիք չունեն, ու էշկուժն ու կուլան մնաց ոստիկանության քննիչի վրա։ Գործն էլ ավարտվեց 30 րոպեում։ Այդ ձեր ցավը տանում, եթե 30 րոպեում գործը պետք է ավարտվեր, ինչի է 7 ժամ ջուր ծեծում։ Ջահել տղերքն էին ափսոս։ Վերջին դեպքն էլ ասեմ, պրծնեմ, չչարաշահեմ ձեր համբերությունը։ Խաչատուրովը վարելով ավտոմեքենան ընդհարվել էր ծառին։ Այս լուրը որ տվեցի news.armenatv.com-ով մեռան զանգելով, ասում եմ, չէ, այս ձեր իմացած Խաչատուրովը չի, չնայած որ առնչություն ունի Պաշտպանության նախարարության հետ, ժամկետային զինծառայող է, ծառայում էր Էջմիածնի զորամասերից մեկում։ Տղան Մերսեդեսով միասնիկյան պողոտայում Բելաջոյի մոտ չի կարողանում տեղավորվել շրջադարձի մեջ, դուրս է գալիս դեպի ձախ ու ընդհարվում ծառին։ Այս խեղճ ծառերի վրա իսկականից որ գալովի է։ Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով Վահրամ Խաչատուրովը մահանում է։ Իսկ նրա ուղևորը, նույն զորամասի ժամկետային զինծառայող Ռաֆայել Ալոյանը հազիվ փրկվում է։ Ու հարվածն այնքան ուժեղ է լինում, որ հաստապուն ծառը արմատախիլ անելուց հետո ավտոմեքենայի վրայից պոկվում ու մոտ 5 մետր դուրս է շպրտվում մեքենայի գազի բալոնը։ Ուշագրավն այն էր, որ ոստիկանները մեքենայի սրահում հայտնաբերեցին նարգիլե։ Հավաքվածներն էլ դեպքի վայրում ինձ պատմեցին, որ երբ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից, վարորդի ձեռքում բռնած է եղել նարգիլեի փողրակը։ Ողջ ընթացքում դեպքի վայր չժամանեց մեծն ապան։ Իսկ երբ ահազանգով ժամանեցին Պաշտպանության նախարարության ու ռազմական ոստիկանության ներկայացուցիչները, հենց դեպքի վայրում նրանք իմանալով, որ վթարի ենթարկվածները Էջմիածնի զորամասի ժամկետային զինծառայողներ են, ասացին, որ գործով պետք է զբաղվեն իրենք։ Սակայն չգիտես ինչու 10 րոպե հետո նրանք հեռացան դեպքի վայրից, առանց որևէ քննչական փորձարարական աշխատանքներ կատարելու։ Հետագայում պարզվեց, որ մահացածն ու վիրավորը ինքնակամ լքել էին ծառայության վայրը։ Իդեպ, հենց նման մի դեպքի լուսաբանման ընթացքում ուշագրավ մի դեպք եղավ։ Որոշ մարդիկ, օգտվելով առիթից, որ հանրապետության նախագահը երկրում չի, էլի շքախմբով էին պտտվում, սատանի համարներով, ավելի ստույգ 06-660 տարբեր սերիաների համարներով գնում էին դեպի Արարատ, հավանաբար Գրիգոր Լուսավորչի տաճար, երևի թե խաչը պաչելու ու իրենց բազմաթիվ մեղքերը քավելու համար։ Քավլիցի։ Գագիկ Շամշյան հատուկ կիրակնորաժամը լրատվականի համար։